Կրթությունը իմ համար ուղղակի հերթական խաղադաշտ էր, եթե շատ կոպիտ ասենք, փորձելու, արդյոք հնարավոր է կրթությամբ լավ ապրելու գաղափարին հասնել ու ձգտել։ Քանի որ IT ոլորտում վարձատրությունը շատ բարձր է, շատ աշակերտներ հենց վարձատրությունից ելնելով էր, որ ընտրում են այս մասնագիտությունը, բայց հետո գնում են համալսարանում փաստի առջև են կանգնում, այսինքն իրենց չլինելով իրենք մրցունակ չեն լինում այս մասնագիտության մեջ։ Ավագ դպրոցի աշակերտը բավականաչափ գիտակից պետք է լինի իր համար կարիերայի կամ թեկուզ ապագայի մասին ինչ-որ որոշումներ կայացնելու մեջ։ ChatGPT-ն կարող լինի մեր մասնագիտական կողմնորոշման խորհրդատուն։ Այո, ChatGPT-ն կարող է նաև լինել մեր հոգեբանը, ChatGPT-ն կարող է նաև լինել մեր ուղեցույցը կյանքում։ Բայց կարծում եմ շատ ցանկալի է, որ փոքր տարիքից կամ միջին տարիքից գոնե երեխաները փորձեն անգլերեն սովորել։ Դու պետքա պրակտիկորեն, ուղղակիորեն սկսես գործը անել ու խնդիրները լուծես, երբ որ հենց այդ բանը դու այդ խնդիր ունես։ Ոչ թե սովորես բոլոր տեսակի խնդիրների մասին, որոնք որ կարող են լինել։ Դու ինչ կասես on-line դասավանդման հնարավորությունների հետ կապված, քանի որ շատ մարդիկ շատ անվստահությամբ են մոտենում on-line դասավանդման արդյունավետությանը։ Եթե կրթության մեջ արդյունք չգրանցվի, ես համաձայն եմ, պատրաստ եմ գամ ձեր տուն, ձեր տանը դասավանդեմ։ Ինձ հետաքրքիր է անգլերենը ինչ դեր է խաղացել այս հաջողությունների մեջ։ Բարև ձեզ։ Այսօր մեր ոդքասթի հյուրն է Սարգիս Հովսեփյանը։ Սարգիսը սովորում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի մագիստրատուրայում եւ միաժամանակ աշխատում է IT ոլորտում որպես տվյալագետ։ Սարգիսի հետ զրուցելու ենք իր անցած կրթական շատ հետաքրքիր ուղու, ինքնակրթության հարթակների, on-line դասավանդման իր փորձառության, ծրագրավորման, տվյալագիտության եւ կրթության հետ առնչություն ունեցող շատ այլ հարցերի մասին։ Կարծում եմ, որ շատ հետաքրքիր հաղորդում է մեզ սպասում, այնպես որ պետք է խնդրեմ հավանելու պարագայում լայքել եւ տարածել։ Շնորհակալություն։ Բարև Սարգիս ջան։ Բարև ձեզ։ Կրթության մեջ ուր ենք հասել։ Ներկայիս դրությամբ Ամերիկյան համալսարանի համակարգչային գիտությունների մագիստրոսական բաժնում եմ սովորում, որը որ շուտով ավարտելու եմ։ Ակադեմիական կրթության մասով դեռ այստեղ էլի։ Այո, հետաքրքիր է, բակալավրատը ավարտելուց հետո կրկին ամերիկյան միանգամից տվեցիր մագիստրատուրա։ Այսօր իմ կարծիքով քչերն են, որ բակալավրատից հետո միանգամից մագիստրատուրա են տալի կամ ես համեմատում եմ իմ ժամանակների հետ, մեր ժամանակ կարծես թե մագիստրատուրան պարտադիր պայման էր եւ մեր համար էր պարտադիր պայման, ոչ թե օրենքով, եւ մեխանիկորեն բոլորս տալիս ենք մագիստրատուրա բակալավրատը ավարտելուց հետո։ Իսկ նոր սերունդը բակալավրատից հետո բոլորը կարծես փորձում են մի պատ դադար ունենալ, հասկանան ինչ են ուզում, իրենց մասնագիտությունը գտնել կամ եթե գտել են այդ մասնագիտությամբ աշխատեն, հետո նոր հասկանան անհրաժեշտ է մագիստրատուրա դիմել, թե ոչ։ Քո պարագայում ինչպես որոշումը կայացրեցիր։ Ես երբ որ սովորում էի նույն ամերիկյան համալսարանի բակալավրատի բաժնում ծրագրավորման, ես փորձել եմ բոլոր 4 տարիների ընթացքում ինչքան հնարավոր է չաշխատեմ, որովհետև եթե մի քիչ նեղացնենք շրջանակը, վերցնենք մասնագիտությունը ծրագրավորումը կամ IT ոլորտը, մեր մասնագիտության մեջ ի տարբերություն մեր նախորդ սերունդների հնարավոր է աշխատել առանց ֆորմալ կրթության կամ դիպլոմ ստանալու ու այդ շատ գայթակղիչ առաջարկ է էլի աշխատանք սկսել դեպի անգամից, բայց ես կարևորելով ֆունդամենտալ կրթությունը բակալավրատի ընթացքում ամենայն դեպս փորձել եմ չաշխատեմ։ Ու երբ որ այդ ամբողջ ժամանակը նվիրաբերում ես կրթությանը, ֆունդամենտալ կրթությանը, դու սկսում ես հասկանալ, թե ինչքան շատ կամ ինչքան քիչ է ինքը քո համար, ու ինչքան ես ուզում դու առաջացաս ակադեմիայում, ոչ թե ինդուստրիայում։ Ու իմ մոտ sense շատ հետաքրքիր ստացվեց, որովհետև ես սովորելու ընթացքում հասկացա, որ այն գիտելիքը, որ տալիս է ամերիկյանը, ինչքան էլ որ բազմաբովանդակ էր ու ինչքան էլ որ խիտ էր, ինչ-որ մի պահ սկսեց ինձ մոտիվացնել ավելին ստանալու, ինչ-որ մի պահ դրական առումով սկսեց չհերիքել ու մտածեցի, որ գոնե մագիստրոսը դա նույն այդ վերջին փազլի կտորը, որը որ ինձ հստակ կկողմնորոշի գնալ ինդուստրիա աշխատելու, ունենալով մագիստրոսի ու բակալավրատի ամբողջ գիտելիքները, թե շարունակել ակադեմիա, որտեվ իմ մոտ դեռ այդքան հստակ չի բաժանում, էլի։ Այսինքն հնարավոր է շարունակենք ակադեմիական կրթության ուղղությամբ, հետո դասախոսական աշխատանք, հա, ճիշտ հասկացա։
Միանշանակ ուղղակի դասախոսական աշխատանքը տենց շատ կաղապարված չհասկանանք, դոկտորի կամ գիտությունների տեխնացուի աշխատանքը ինքը իրականում շատ հետաքրքիր է իմ համար, որտեվ բացի նրանից, որ դու կատարում ես ինչ-որ աշխատանք, որի համար վճարվելու ես, դու նաև կատարում ես ինչ-որ աշխատանք, որ կարա նորություն լինի գիտության մեջ, փոխի լիքը պատկերացումներ հենց գիտության մեջ, ինչը կարա ծնունդ տա լիքը բաների, նոր ինտերնետ, նոր արհեստական բանականություն, ինչու ոչ եւ այլն։ Հետաքրքիր է։ Լավ, այս զրույցի այս հատվածին դեռ կվերադառնանք, կարի գնանք դեռևս դպրոցական տարիք եւ փորձենք հասկանանք ինչը քեզ կրթության մեջ այդ կրակը հանդիսացավ, դու հետաքրքրվեցիր կրթությամբ եւ որոշեցիր հենց քո կյանքը կրթության շուրջ կառուցել։ Իրականում մի քիչ առաջից գամ այդ հարցին պատասխանելու համար, բոլորն ինձ թվում է ուզում են լավ ապրեն ու բոլորի մտքին էլ այդ լավ ապրելու գաղափարն է ինչ-որ ձևով, հա, ու բոլորը փորձում են տարբեր ձևերով այդ լավ ապրելուն հասնել ու իրականում ես էլ եմ փորձել տարբեր ձևերով հասնել դրան ու ինչ ձևել որ ես փորձել եմ հասկացել եմ որ կա միշտ պետք է լինի ավելի հեշտ մեթոդ լավ ապրելու, հա, այսպես ասած։ Ու կրթությունը իմ համար ուղղակի հերթական խաղադաշտ էր, եթե շատ կոպիտ ասենք, փորձելու, արդյոք հնարավոր է կրթությամբ լավ ապրելու գաղափարին հասնել ու ձգտել։ Ու այդ խաղադաշտում, երբ որ ես սկսեցի ինձ դրսևորել, այսինքն սկսեցի սովորել, սկսեցի ավելի շատ բան հասկանալ, նախ փոխվեցի պատկերացումները։ Դու առաջի դասարանից էր այդպես լավ սովորում, ես չէ։ Առաջին դասարանից չէ իրականում, երրորդ, չորրորդ, եթե կհիշեմ, այդ տարիքից եմ սկսել լավ սովորել, երբ որ սկսել եմ գիտակցել ու ամենակարևորը հարց տալ, ինչի ենք մենք սովորում, ու այդ հարցին պատասխանել ինքս։ Ինչու էր դու սովորում։ Ինչի եմ ես որտեղ քո տարեկիցների մի զգալի հատված այդ փուլում առավել եւս ձգտում էր այլ բաների, այլ հետաքրքրությունների կամ իր կյանքը պատկերացնում էր ոչ կրթության ճանապարհով, որովհետև ցավոք եւ այն ժամանակ եւ հիմա նաեւ շատ երիտասարդներ կամ դպրոցականներ մտածում են, որ այդ կրթվելու ճանապարհը դժվար ճանապարհ է, երկար ճանապարհ է եւ քանի որ շատերն են ձգտում, որ հա գումար աշխատեն եւ առաջ գնան, այլ ճանապարհներ են փորձում գտնել։ Հա, ճիշտ եք ասում, բայց պետք է նաև նշենք, որ կրթությունից բացի ցանկացած ոլորտում, երբ որ դու ներդնում ես քեզ ու քո ժամանակը, դու պետք է ունենաս համբերություն ու ապագայի տեսլական, որպեսզի կարողանաս տեսնել աճ, ու կրթության մեջ իրականում այդ ամենադժվարներից մեկը այդ համբերելն է ու աճ տեսնելը, որտեղ ինքը քեզնից տանելու է շատ ժամանակ ու երկար ժամանակ դու չես տեսնելու արդյունք, այն արդյունքը, որը դու ուզում ես մի գիշերվա մեջ հաջողակ դառնալ եւ այլն, այդ չի լինելու, ասենք, այդ լինելու է շատ անքուն գիշերներով, շուտ վեր կենալով, լիքը բան անելով ու անընդհատ անելով, բայց կոնկրետ իմ մոտ հավաստիացնում եմ, կար sense ինչ-որ մեծ զգացում, երբ որ ես սովորում էի ու պատկերացնում եմ անում էի ինչ-որ մի բան, որ պետք է արվեր, հա, օրվա ռուտինի մեջ, ես ստանում եմ ինչ-որ բավարարվածություն։ Չէի ստանում այն հաջողության զգացումը, որ պատկերացնում ենք բոլորս, բայց ստանում եմ բավարարվածություն։ Այսինքն ամեն օր աշխատելով, այդ փոքր բավարարվածությունը պահելով, ինչ-որ մի օր կգա, երբ որ դու կհասկանաս, որ դու արդեն հասել ես ինչ-որ մի շեմի, որտեղ կարող ես քեզ համարել հաջողակ կամ կարող ես քեզ համարել ավելի շատ բավարարված։ Ու կրթությունը հենց այդ պահերից էր, երբ որ սկսեցի բավականաչափ երկար անել այդ ամեն ինչը ու տենալ այդ քիչ պտուղները թեկուզ։ Նոր սկսեցի ինձ ներդնել կրթության մեջ, որտեղ ինքը ոչ միայն փոխեց այն պրոսպեկտը, թե ոնց կարելի է հասնել ինչ-որ մի բան ու դառնալ հաջողակ, այլև ձևավորեց մտածելակերպ ու արժե համակարգ, առանց որի ըստիս չես կարող հաջողել ոչ մի ոլորտում։ Այն միջավայրը կրթության կարևորագույն բաղադրիչն է։ Կարար քո մոտիվացիայի վրա նաև այդ լուրջ ազդեցություն ունենար, որ դու սովորում էիր Էջմիածնի լավագույն դպրոցներից մեկում, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Էռնիկյան դպրոցում, որտեղ որ նույն քո դասարանը, հա, մոտիվացված կրթության հետ հետաքրություն ունեցող աշակերտներ էին քո դասարանցիները կամ դպրոցում սովորում էին կրթվելու ցանկություն ունեցող
երեխեք եւ մինչեւ հիմա էլ այդպես է, այս սա կարար նաեւ այդ միջավայրը քեզ կողր ազդեցություն ունեցած լիներ։ Ըստ իս, հա, միջավայրը շատ կարևոր է, որովհետեւ եթե դու մի քիչ ձևավորված ես, միջին դպրոցի մասնախոսքը կամ թեկուզ տարական, ինքը շատ բաներ թելադրում է քեզ, ու դու կարաս անես դա առանց հասկանալու կամ դա վերցնես որպես նորմա։ Բայց եթե խոսքը գնա իրականում ավագ դպրոցի մասին, ավագ դպրոցի աշակերտը բավականաչափ գիտակից պետք է լինի իր համար կարիերայի կամ թեկուզ ապագայի մասին ինչ-որ որոշումներ կայացնելու մեջ, թողնենք մի կողմ դրա ճիշտ կամ սխալ լինելը, բայց բոլորը պետք է ունենան ինչ-որ ծրագիր, որին հետևում են։ Ինչը խոսում է նրա մասին, որ նրանք բավականաչափ գիտելիք ու մտածելակերպ պետք է ունենան դրա համար ձևավորված։ Այսինքն ավագ դպրոցի մասին խոսելով կարամ ասեմ, որ միջավայրը կարող խթանիչ լինի, բայց եթե դու իրոք ուզում ես ու ձգտում ես ու քո մտածելակերպը քեզ ստիպում է առաջ գնալուն, միջավայրը շատ քիչ կարող հանգարի դրան։ Իսկ քեզ մոտ ոնց տեղի ունեցավ արդեն այդ մասնագիտական կողմնորոշվածությունը, բարձրագույն կրթություն ստանալու որոշումը ինչից սկսվեց։ Այս մեզ լսելու են շատ նաև դպրոցականներ, ես հուսով եմ, որտեղ մեր թիրախային խումբը հիմնականում դպրոցականներն են եւ ինչու՞ չէ նաև ծնողները, որ այս զրույցների ընթացքում ստանան ինֆորմացիա եւ այդ ինֆորմացիան կիրառեն իրենց կարիերայի արդեն դասավորման մեջ, այդ կոմոդ այդ խմորումները ոնց սկսվեց։ Իրականում եկեք խոսեմ միջին դպրոցից, այսինքն մինչև 9-րդ դասարանը, միջին դպրոցը ըստ շատ կարևոր շրջան է ու այդ ընթացքում ես սովորում էի ամեն ինչ։ Բոլոր առարկաները սովորում։ Բացառապես բոլոր առարկաները, որտեվ շատ շուտ էր դեռ ասել, որ այ գիտես ինչ ես այս ուղղվածությամբ կգնամ, որտեվ կարող է լինի բան ինչ-որ միտեղ, որ դու դեռ չես տեսել, որ կարող լինի կողմնորոշիչ քո համար։ Դրա համար ես մտածել եմ, որ ցանկացած բան սովորելն ինչքան լավ հնարավոր է մինչև 9-րդ դասարան, դառնալով ֆունդամենտալ գիտելիք ու լինելու այն տրամպելինը, որ թողելով ես ցածկեմ դեպի իմ ընտրած կարիերայի ճյուղը։ Ինչը որ միանշանակ վերջնական չի, բայց երբ որ դու սովորում ես ամեն ինչ ու տեղեկացված ես ամեն ինչից ֆունդամենտալ առումով, մինչև 9-րդ դասարան, այդ քեզ տալիս է հնարավորություն ավելի ճշգրիտ որոշում անելու, որ հետո չասես, այդպես ես իրականում չգիտեի այն վաղ որ sense բան կա, արի էս պետքա փորձեի եւ այլն։ Իսկ երբ որ դու բազմա ինֆորմացված ես, քո ճիշտ որոշում կայացնելու հավանականությունը ուղղակի մեծանում է։ Եվ այդ ամեն ինչի արդյունքում ոնց եղավ, որ հասկացար, որ դու ուզում ես ծրագրավորող դառնաս եւ նաեւ արդեն երբ որ բուհի ընտրության առջև կանգնեցիր։ Իրականում շատ դա միշտ հետաքրքիր է, այդ երբ որ առավել եւս բազմակողմանի զարգացած են, բոլոր առարկաները սովորում են աշակերտները, իսկ այսօր ամենադժվար բանը դա մասնագիտական կողմնորոշվածությունն է, շատ բարդ է դա, կոմոդ ոնց դա տեղի ունեցավ ու արդյոք չես փոշմանել։ Իրականում բոլորը մտածում են, որ ինչ-որ հստակ սահման կա, որ ես որոշեցի, որ դառնալու եմ այսինչ մասնագետը, ու այդ հստակ սահմանը բոլորի մոտ գծված է, ու երբ որ շատ մարդիկ չեն ունում այդ հստակ բաժանումը կյանքում, սկսում են խառնվել իրար, մտածել, որ ուշացել ենք, չենք ընտրել եւ այլն, ըստ իս չկա ոչ մի հստակ սահման, ինչի եմ տենց մտածում, որովհետեւ իմ մոտ այդ եղավ շատ փոքր բանից, ֆիզիկայի դասի ժամանակ, երբ որ էլեկտրոմագնիսական ալիքների մասին էինք խոսում, մենք ուղղակի ուսուցչին առաջարկեցինք, որպեսզի բացատրելու փոխարեն նայենք ինչ-որ մի վիդեո YouTube-ից, որ էլի նայել էինք, որտեղ այնտեղ կային շատ սիրուն վիզուալներ։ Իսկ վիզուալ ինֆորմացիան մենք ըմբռնեցինք վայրկյանների ընթացքում, տեքստовой ինֆորմացիայի հետ համեմատած։ Ու այդ պայից հետո ես հասկացա, որ համակարգիչը ինքը իրանով, ինքը շատ հզոր գործիք է ու ես լինելով մարդ կարամ հրաման տամ համակարգչին, որպեսզի ստեղծի ինչ-որ մի հատ վիզուալ, այսինքն ինչ-որ մի շատ բարդ բան պարզեցնի ու այդ ինձ գրավեց, որտեվ ես այդ սկսեցի հետաքրքիր ձևով կապել ստեղծողի մասնագիտության հետ, իսկ ինչ-որ մի բան ստեղծելը, արարելը ինձ թվում է
վեհագույն մասնագիտություններից մեկն է, որ ցանկացած գործում դրա համար նաև ակադեմիա շարունակելը, գիտական ոլորտ գնալը այդ երևի այդ ցանկության մի մասն է, էլի իմ մոտ։ Դրանից հետո սկսեցի ուսումնասիրել այդ համակարգչի հետ խոսալու ձևերը։ Հա, ինչը բերում է ծրագրավորման լեզուների, ինչը բերում է հասկանալ թե ոնց են այդ լեզուները գրված, այսինքն մաթեմատիկայի, ինչը բերում է ֆիզիկայի ու արդեն իսկ իմ մոտ ձևավորվում է խորացված ուղղություն։ Ես սովորել եմ ամեն ինչ, ես գիտեմ ամեն ինչ, ինչ-որ մի բան սկսեց ինձ ավելի շատ հետաքրքրել, քան մնացածը։ Ու երբ որ ես խորացա այդ ավելի շատ հետաքրքրող բանի մեջ, ես հասկացա, որ ես ուզում եմ զբաղվեմ սրանով ու շարունակական հետաքրքրվեմ։ Եթե ձեր մոտ այս process-ն է, ու այս շղթան է, ու այդ շղթան այնքան է շարունակվել, որ ձեր մոտ արդեն հասել է, որ համալսարան եմ դիմելու այդ հարցին, ուրեմն այդ ձեր մասնագիտական կողմնորոշումը հենց դա է, այդ շղթան է։ Բայց արի պատկերացնենք հետևյալը, հիմա պատկերացնենք 10-րդ դասարանցին կամ 9-րդ դասարանցին, 11 թող լինի, հա, ինքը տատանվում է մի քանի մասնագիտությունների շուրջ, այդ թվում նաև ծրագրավորման։ Ուզում եմ հասկանալ, ծրագրավորումը իրենն է, թե իրենը չէ, եւ արդյոք ինքը այս մասնագիտության մեջ կարա լինի մրցակցային։ Հիմա մտովի դու գնա դեպի էլի այդ տարիները, դպրոցական, ինչ խորհուրդ կտաս, ինչ անեն, որ հասկանան դա իրենն է, թե իրենը չէ։ Որտեվ կներես ցավոք, քանի որ IT ոլորտում վարձատրությունը շատ բարձր է, շատ աշակերտներ հենց վարձատրությունից ելնելով էր, որ ընտրում են այս մասնագիտությունը, բայց հետո գնում են համալսարանում փաստի առջև են կանգնում, այսինքն իրենցը չլինելով իրենք մրցունակ չեն լինում այս մասնագիտության մեջ եւ հետագա իրենց կարիերան կամ աշխատանքային կարիերան այդքան էլ հարթ չի ընթանում կամ վերջում մասնագիտություն են փոխում։ Այն ինչ խորհուրդ կտաս։ Իրականում մինչև մասնագիտություն ընտրելը, կողմնորոշվելը իրականում շատ լավ կլինի, որ մտավոր էքսպերիմենտ անենք։ Երբ որ մենք ընտրում ենք ինչ-որ մի ուղղություն, մի քանի կարևոր հարց կա, որ մեզ պետք է տանք այդ ուղղության մեջ։ Առաջինը դուք շեշտեցիք, այդ իր եկամտաբերությունն է, թե ինչքան գումար կարամ ես ստանամ տվյալ մասնագիտության համար, ու լավ է, որ այդ սահմանը, որը որ մենք պատկերացնում ենք, լինի մեր համար կոմֆորտ սահմանի մեջ։ Բայց այդ մի հարցից բացի մենք պետք է հարցնենք մեզ, թե ինչքան լավ ենք մենք այդ մասնագիտությունը կարողանում անել։ Սիրում ենք, չենք սիրում։ Հիմա կբացեմ մի քիչ, թե ոնց հասկանանք ինչքան լավ ենք անում, թե չէ, ու սիրում ենք, թե չէ։ Ու երևի մյուս հարցը, որ ես ինքս ինձ կտա, ինչքանով է դա աշխարհին պետք։ Որտեղ եթե մենք չեմ քննադատում մնացած մասնագիտությունները, բայց կոնկրետ իմ համար շատ կարևոր են ու ֆոկուսի մեջ են այն մասնագիտությունները, որոնք այս բան աշխարհը կարիք ունի դրանց կամ ապագայում ունենալու է դրանց կարիքը, որպեսզի նաև կարողանանք օգուտ տալ համայնքին կամ աշխարհին մեր մասնագիտությամբ, մեր ընտրությամբ։ Այս երեք հարցերին պատասխանելը իրականում իր մեջ բարփակում է շատ ուսումնասիրություն։ Դե եկամտաբերության մասին չեմ խոսում, շատ կարևոր է հասկանանք, թե ինչքան ենք սիրում կամ ինչքան ենք կարողանում ինչ-որ բան անենք։ Իսկ ո՞նց ուսումնասիրենք։ Ո՞նց ուսումնասիրենք։ Ինչա պետք է ուսումնասիրության համար նաև համակարգիչ։ Մեզ իրականում ամենաշատը պետք է կամք, բայց եթե տեխնիկական մասով խոսենք, իհարկե պետք է համակարգիչ ու ինտերնետ։ Ես թվում է ոչ մի ուրիշ բան, հեռախոս, ինտերնետ, ինչ-որ տեխնոլոգիա, որ կարող է մուտք գործի ինտերնետ, որից դու կարաս կարդաս ինֆորմացիա կամ վիզուալ ձևով ստանաս ինֆորմացիա։ Բայց մինչև ինֆորմացիա ստանալը, ինֆորմացիա, դու մասնագիտությունով պետք է փորձես ինչ-որ բան սարքես, անես պրակտիկա առումով։ Ինչը ըստ իս մեր դպրոցները մի քիչ թերություն ունեն այդ պրակտիկա առումով։ Իրանք շատ լավ տալիս են տեսական գիտելիք, հետո տնայինների միջոցով դա ստուգում են, բայց երբ որ հարցը գալի հասնում է պրակտիկ կիրառությանը ինչ-որ մի բանի կյանքում, այդտեղ մի քիչ թերություն է գալի ու ըստ իս դրա պատճառով է, որ մարդիկ ընտրում են մի բան, վերջում պարզվում է, որ ընտրել էին լրիվ ուրիշ է։ Դրա համար ինձ թվում է առաջին ամենալավ ֆակտորը ինքնուրույն ինչ-որ բան փորձել անելն է համակարգչի ու ինտերնետի միջոցով, աղբյուրները շատ են ու վիդեոները, որ նկարված են YouTube-ում, որ ուրիշ մարդիկ են դա անում,
ուղղակի իրանց հետևից կրկնել է ինչ-որ մի բանը, արդեն քեզ կտա ինչ-որ պատկերացում, արդյոք քեզ դուր է գալի այս բանը անելը կամ արդյոք դու գտնում ես քեզ այս սանդղակում։ Երկրորդը, բացի նրանից, որ դու ինքնուրույն պետք է դա անես, շատ լավ կլինի, որպեսզի կարողանաս գտնել խմբակներ, մարդիկ, խմբեր, ովքեր որ անում են դա, ու լինես խմբի անդամ, որտեվ ինչպես հասկացանք, միջավայրը կարող լինի շատ լավ խթան այդ ամեն ինչին։ Ու այդ միջավայրներից մեկը, օրինակ IT ոլորտում Թումոն է, որը որ տալիս է երեխաներին միջավայր ուսումնասիրելու բազմազան մասնագիտությունները IT ոլորտում ու պրակտիկ առումով իրենց փորձելու, ոչ թե զուտ սա տեսությունն է, կարդանք անգիրանենք հետ գանք, գնահատական ստանանք, չէ, դու ունես շուտ մի հատ խնդիր, որը որ վերցված է իրական կյանքից, ու դու այդ խնդիրը պետք է լուծես ու դու այդ խնդիրը պետք է լուծես։ Ոչ մեկ չկա որ քեզ օգնի կամ քո փոխարեն դա անի։ Թումոյի երկրորդ առավելությունն է, որ ինքը տալիս է հենց տեղը, համակարգիչը, ինտերնետը, որ դու այդ ամեն ինչը անես։ Ու եթե չեմ սխալվում, 12-ից մինչև 18 տարեկան Պլյուս անվճար, շաբաթական 1 կամ 2 օրով։ Այո, ամենամեծ խթանն է, որպես հետաքրքրասիրություն, որտեվ դու կգնաս Թումո, կկրթվես, կհասկանաս ինչ-որ բանը քո դուր գալիս է թե չէ, կհետաքրքրվես ուրիշ բաներով, այսինքն կետեր, որտեղ կարաս էլի խորանաս, շաբաթ-կիրակի կմտածես դրա մասին, կփորձես ինֆորմացիա գտնել ինտերնետից, հետ կգաս ու նորից նույն ցիկլը։ Այս ցիկլը մինչև Թումոն կոնկրետ 18 տարեկան։ Այսինքն մինչև ավագ դպրոց, նաև ավագ դպրոցի ընթացքում այս ամենը դու կարաս անես, դու այդքան ժամանակ ունես կողմնորոշվելու համար։ Այս թեմայով ինձ թվում է Թումոն շատ լավ գործիք է։ Բայց արի պատկերացնենք, ինքը հոյակապ գործիք է, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության այն կրթական հաստատություններից է Թումոն, հա, ոչ ֆորմալ, որը որ ուղղակի ճակատագրեր է փոխում, դրա համար միշտ ես ծնողներին խորհուրդ եմ տալիս 12 տարեկանը լրանալուց հետո անպայման հնարավորություն տալ երեխեքին գնալ Թումո, ասում թող գնան, թող տեսնեն դուրները չի գա, ոչինչ թող դուրս գան, պետք է հնարավորությունը օգտագործել։ Բայց արի պատկերացնենք հիմա մեզ Հայաստանի ամենահեռավոր գյուղում լսում եմ մի երեխա 10-րդ դասարանի, ով որ չունի Թումո գնալու հնարավորություն, չնայած Թումոն այսօր շատ նաև մասնաճյուղեր է բացել Հայաստանի տարբեր մասերում, պատկերացնենք այդ տարածաշրջանում չկա, ինչ պիտի անի այս, կարող է YouTube-ը կամ AI-ը եւ այլ գործիքներ օգտագործել, որպեսզի բացահայտի ծրագրավորման աշխարհը, տվյալագիտության աշխարհը կամ այլ ոլորտներ ճանաչի դրանք եւ ըստ դրա հասկանա դա իրենն է թե իրենը չէ։ Իրականում ունենալով ինտերնետ ու համակարգիչ, ինձ թվում է մենք ունենք բացառապես հասանելիություն աշխարհի ամբողջ ինֆորմացիային։ Այն ինչ անում է Թումոն, անում է նույն ինֆորմացիայով։ Ուղղակի Թումոն տալիս է միջավայր ու խթանում է մեզ։ Իսկ եթե մենք ունենք այդ մտածելակերպը զարգանալու, իրոք ուզում ենք զարգանանք, մեզ ոչ մի բան հետ չի պահում դրանից։ Ունենալով ինտերնետը ու արհեստական բանականությունը մեզ շատ առաջ է գցել այդ առումով, որտեվ ինչպես բոլորիս արդեն երևի հայտնի է ChatGPT-ին, ինքը դարձել է ահավոր հզոր գործիք, որը որ այսօր փորձում է փոխարինի Google-ին, իր հետ ուղղակի շփվելը շատ է արագացնում քո կողմնորոշման process-ը կամ ինչ-որ մի բան գտնելու process-ը, որովհետև ի տարբերություն ինչ-որ մի ինֆորմացիա Google անելու, GPT-ն քեզ հետա տալի պատասխան։ Այսինքն դու կարող ես իր հետ շփվես, ինքը պատկերացրեք որպես մի մասնագետ, ով ունի ինֆորմացիա աշխարհում ամեն ինչի մասին, ու դուք այդում իրան ինչ-որ հարց եք տալիս, ոնց կարամ սովորեմ սա, ոնց ինչա ծրագրավորումը, կարանք ուղիղ հարցեր իրան տանք, չփորձենք խորանալ ուրիշ տեղերով հասկանալ իր աղբյուրները, այլ ուղղակի հարցնենք ինչա ծրագրավորումը, ինչա անում ծրագրավորողը, ինչ պետքա սովորի ծրագրավորողը, որոնք են այդ առարկաները, ինչպիսին պետք է լինի ծրագրավորողը, երևի 11-րդ դասարանցու համար որտեղից սկսեմ կամ ինչ սկսեմ սովորել, որպեսզի հասնեմ ծրագրավորման, որտեղով սովորեմ, ինքը տալու է բոլոր ուղեցույցները մեզ, որը մոդիֆիկացիայի ենթակա են, բայց երբ որ դու չունես ոչ մի ուղեցույց կամ ոչ մի հարցի պատասխան,
այդ վիճակը լավ չի։ Իսկ երբ որ դու ունես այս ամեն ինչը, դու արդեն ունես ընտրության հնարավորություն։ ChatGPT-ն կարող լինի մեր մասնագիտական կողմնորոշման խորհրդատուն։ Այո, ChatGPT-ն կարող է նաև լինել մեր հոգեբանը, ChatGPT-ն կարող է նաև լինել մեր ուղեցույցը կյանքում։ Ինչը չի նշանակում, որ ամեն հարցում պետք է վազենք GPT-ին հարցնելու, բայց այն հարցերը, որոնք որ շատ տրիվիալ են, ասենք կարիերայի ընտրությունը, մասնագիտական ընտրությունը, կարելի է GPT-ի հետ շփվել դրա մասին, Հայերենով, բայց նաև հայերենով։ Այսօր նաև հայերենով իր թարգմանությունը կատարյալ չի, բայց բավականաչափ լավ թարգմանություն է, որպեսզի դու բովանդակությունը հասկանաս։ Բայց կարծում եմ շատ ցանկալի է, որ փոքր տարիքից կամ միջին տարիքից գոնե երեխաները փորձեն անգլերեն սովորել։ Ինչի որտեվ ես անգլերենը միշտ համարում եմ առաջին հերթին ինքնակրթության լեզուն, իսկ փոքր տարիքից սովորելու ամենագլխավոր նպատակներից մեկը, որ երբ որ հասնեն օրինակ 9-րդ դասարան եւ կանգնած լինեն այս նույն խնդրի առջև, մասնագիտական կողմնորոշման ուր գնալ եւ այլն, կարողանան օգտագործեն այսօրվա այդ ինֆորմացիան աղբյուրները, ինքնակրթության աղբյուրները անգլերենով, որովհետեւ պատկերացնենք ChatGPT-ի միջոցով բարձեցին, հայերեն խոսելով, որ օքեյ, իրենցը բիզնեսն է կամ իրենցը անգլերենն է, բարեհաջող այդ ամեն ինչը բարձեցին, դրանից հետո որպեսզի չսպասեն մինչև հասնեն համալսարան, որտեղ ցավոք մի մասը հասնում է համալսարան, հետո հասկանում չէ դա իրենը չէ, այլ այսօր ունենք մենք ինքնակրթության լավ գործիքներ, այդ նույն Udemy-ն, Coursera-ն, LinkedIn Learning-ը եւ ինչ չէ նաեւ YouTube-ը, որտեղ որ կան անգլերենով շատ դասընթացներ, օրինակ կարան մտնեն Udemy, գրեն Udemy, մարքեթինգ են ուզում, մտնեն մարքեթինգ գրեն սկսնակների համար եւ $14-17 գնեն աշխարհի լավագույն մարքետոլոգի վիդեո դասընթացները եւ այդ դասընթացները անելով հասկանան մարքեթինգը իրենցն է իրենցը չէ, այս խնդիրը կլուծեն ամենակարևորը, պլյուս դրան այդ դասընթացների միջոցով իրենք կկուտակեն մասնագիտական ահռելի գիտելիք, որ երբ որ մտնեն իրենք համալսարան, այդ բաժինը իրենք արդեն ահագին ինֆորմացված կլինեն, ահագին հասունացած կլինեն եւ կհասկանան թե ինչ են տանելու համալսարանից այս մասնագիտության առումով։ Համամիտ ես այս առումով։ Շատ համամիտ եմ ու նաև կրամ ավելացնեմ, եթե Կարծեմ դու էլ ակտիվ օգտագործել ես այդ հարթակները։ Միանշանակ ու ամենաակտիվը սկզբում սկսել եմ օգտագործել Khan Academy-ան, երևի կուզենամ նշել, որտեվ ինքը էլի տենց բազմաբովանդակ է։ Այն մի քիչ կմանրամասնես, ինքը լավագույն ինքնակրթության հարթակներից է, որ կուզենայի, որ մեզ լսողները սրա մասին իմանան, թե ինչպես կարան օգտագործեն Khan Academy-ան, այնտեղ ինչ կա, վստահ եմ, որ դրա օգտագործումը կարա բեկումնային լինի իրենց կրթական կարիերայում։ Khan Academy-ան, երբ որ ես սկսեցի օգտագործել, դա միջին դպրոցում էի։ Այսինքն դեռ եմ փուլում է, երբ որ ուզում եի հասկանալ ինչն է ինձ հետաքրքիր, ինչ հետաքրքիր չի։ Ու Khan Academy-ան մի պլատֆորմ է իրականում, որը որ տալիս է առարկաներ ոչ մի մասնագիտության մասին, այլ տարբեր մաթեմատիկայի, արվեստի, լեզուների, ծրագրավորման, տվյալագիտության ու իր հիմնական ծրագիրը իրականում անգլերենով է, ու դասերը անգլերենով են։ Դրա համար այստեղ շատ կարևոր է, որպեսզի իմանաս անգլերենը, որ քեզ տալիս է էլի հասանելիություն ամբողջ ինֆորմացիային։ Բայց մենք ունենք Khan Academy-ի Հայաստանի թիմ, որը ակտիվորեն թարգմանում է շատ արագ ու շատ լավ այդ դասերը ու մեկը մաթեմատիկայի առումով, ինչը որ շատ առանցքային ու կարևոր է ծրագրավորման կամ բնագիտական ուղղվածության մասնակցության համար, մենք արդեն ունենք առաջինից մինչև 12-րդ դասարանի նյութերը թարգմանված հայերեն ես ինքս եմ Khan Academy-ում, ինչը որ շատ մեծ առավելություն է այն առումով, երբ որ դու չես կարող դպրոցում առաջ եթաս, դու ունես հնարավորություն մտնել Khan Academy-ում, նայել ինչ-որ մի հատ վիդեո, պաուզա տալ, հետ եթալ, նորից նայել ինչ-որ մի որ չես հասկացել, որը որ չես կարող անես լսարանում։ Անհնար է։ Դասարանում, ենթադրենք 5-րդ դասարանում մաթեմի դասին ինչ պատճառներով չի հասկանում, կենտրոնացված չի կամ ուսուցչի բացատրածը լավ չի հասկանում, ենթադրենք
կարող է աշակերտը գնալ տուն, բացել Խան ակադեմիան, մտնել 5-րդ դասարան, հայերեն տարբերակը, գտնել այդ թեման, նայել վիդեոն, որտեղ որ 5-6 տեսանկյունից բացատրվում է այդ ամեն ինչը, անել վարժությունները, թեման մարսել, վերադառնալ դպրոց։ Միանշանակ։ Ինքը ելի եմ ասում շատ մեծ առավելություն է քո համար, որպեսզի դու ավելի ինդիվիդուալ սարքես քո կրթությունը, հարմարեցված քեզ։ Խան ակադեմիան գիտես իմ կյանքում էլ մի հատ կարծրատիպ կոտրել, հիշում եմ մի 8 տարի առաջ բացեցի, որոշեցի մաթեմ անեմ, որովհետև մաթեմատիկայից բնագիտական առարկաներից որ թույլ էի ու մտածում էի, որ երևի ընդունակության հետ է կապված այդ ամեն ինչը ու միշտ մտածել եմ որ մաթեմը չի ստացվի այդպես բացեցի Խան ակադեմիան գրանցվեցի ու սկսեցի 5-րդ դասարանից մաթեմ անել հասա մինչև 7-րդ դասարան ու երբ որ իմոց սկսեց ստացվել ես երեխու նման ուրախանում էի որ փաստորեն չէ ստացվում է իմոտ էլի մաթեմը ինձ թվացել է տասնամյակներով որ մինչև այդ տարիքը որ չէ մաթեմից թույլ եմ ու չեմ կարող հիմա այսինքն եթե իմ ժամանակ Խան ակադեմիան լիներ, հա, 2000-ականներին, միգուցե ես բացահայտած լինեի, այդ կարծրատիպը չունենայի, որ ինձ մոտ մաթեմը չի ստացվում, ես Խան ակադեմիայի միջոցով բացահայտած լինեի, որ մաթեմը չէ, իմ մոտ ստացվում է, եւ մասնագիտական կողմնորոշման առումով միգուցե ես այլ որոշում կայացրած լինեի որտեվ ես ինքս նույնին որոշումը կայացրել եմ, որ առարկայից որ լավ եմ եղել, ընտրել եմ այդ մասնագիտությունը, չեմ փոշմանել, բայց ես պատկերացնում եմ, որ միգուցե այն ժամանակ դա իմ վրա ունենար այլ ազդեցություն։ Դրա համար երբ որ շատ աշակերտների կամ ուսանողների հետ շփվում եմ, ասում եմ մասնագիտական կողմնորոշման առումով ինչ եք որոշել, իրենք ասում են դե հումանիտար ուղղություն ու կոնկրետ այս մասնագիտություն, ենթադրենք լեզվաբան, ասում եմ ինչի, մի մասը պատասխանում է դե մաթեմից թույլ եմ, այտենց դրա համար ընտրեցի հումանիտար, ասում եմ մաթեմից թույլ ես, որովհետև օրինակ ուսուցչին չես սիրել, դրա համար չես սովորել, թե իրականում մտածում ես, որ քո ընտունակությունները մաթեմի շատ վատն են եւ տարբեր պատասխաններ եմ ստանում, երկուսն էլ ստանում եմ իրականում, այդ ժամանակ ես ինքս էլ եմ խորհուրդ տալի, որ գնամ մի հատ բացի Խան ակադեմիան, սկսի 4-րդ կամ 5-րդ դասարանից անել։ Երբ որ դու կզգաս, որ դա քոնը չէ, օքեյ, այդ ժամանակ ուրեմն ասա լավ, ընտրում եմ այնպիսի մասնագիտություն, որը ենթադրենք մաթեմի հետ կապ չունի, բայց դու գոնե բացահայտես քո կարողությունները եւ հմտությունները այս առումով։ Դրա համար Խան ակադեմիան լավ հարթակ է։ Էլ ինչ շնորհություն ա տալի Խան ակադեմիան։ Խան ակադեմիայի մի բան ավելացնում ձեր ասացի իմ վրա, այդ հասկանալու process-ը հիմնաթեյի մը չի, էլի պետք է լինի համբերությամբ շաղաղված, խի, որտեվ մի 2 կամ 3 դաս ու 3 վարժություն անելը ոչ մի ձևով չի ստիպելու, որ դու հասկանաս դա քոնն է թե չէ։ Դու պետք է անես թեմաներ ու ինչքան շատ ու բազմաբովանդակ լինեն թեմաներից, հեռու լինեն թեմաները իրանից, դու կկարողանաս ավելի շատ հասկանաս։ Այդ մի առավելությունը Խան ակադեմիայի երկրորդը դե արդեն ասենք հայալեզու է, այսինքն հասանելի է հայ երեխաների համար։ Էլի անվճար։ Երրորդ առավելությունը չմոռանանք, անվճար։ Ու ես էլի ուզում բազմաբովանդակությունը շեշտեմ, որովհետև ինքը իմ համար շատ կարևոր է։ Բացի նրանից, որ դու կարաս սովորես մաթեմատիկա, որովհետև մաթեմատիկայի կարևորությունը հստակ ասվում է դպրոցում կամ հստակ տրվում է, բայց օրինակ նկարչության, արվեստի, մշակույթի պատմության, թեկուզ լեզվաբանությանը մի քիչ ցածրադասվում է, ըստ ես տենց եմ նկատել, ու այն թեմաներ, որ դու կարաս ուսումնասիրես այդ պլատֆորմի միջոցով, կարա քեզ տա ուրիշ տեսակետ, որտեղ իրանք չեն տալիս դպրոցի դաս, չեն վերցնում դպրոցի դասագիրք ու դպրոցի դասագրքով անցնում։ Իրանք տալիս են այն կրթության այն ֆորմատը, որը ամենահագեցածն է իրանց պատկերացմամբ։ Իսկ այդ հագեցած գիտելիքը ստանալու համար պետք է փորձել շատ ու երկար։ Բացի Խան ակադեմիայից, երբեմն քանի որ նշեցինք, որ Խան ակադեմիայի ինֆորմացիան կարող լինի դպրոցական, կարող նաև լինի համալսարանային մակարդակի, էլի անդրադառնամ մաթեմատիկային, Խան ակադեմիան ունի մաթանալիզի կուրսեր, դիսկրետ մաթեմատիկա եւ այլն, որը որ արդեն համալսարանային մակարդակի է։ Այսինքն նաև քեզ թույլ է տալի դու հասկանաս դա ենթադրենք իմ մոտ 7-8-րդ դասարանը ստացվում է, կարող է մաթեմատիկան համասանում վերածվի ինչ-որ մի բանի, որը չեմ կարողանալու անեմ։ Դու նաև կարաս դա նայես։ Երբ որ դու այնքան ես արդեն արել, որ հասել ես այդ մակարդակի, որ կարաս նայես մաթանալիզ ու փորձես մաթանալիզի վարժություններ անել, այդ
Միքայելը քեզ մոտիկացնում հասկանալուն թե այդ քոննա թե չէ, որտեվ համալսարանն ու դպրոցը էլի կարան տարբերվեն իրարից ու հաճախ տարբերվում են։ Այստեղ մի բան եմ ուզում էլի առիթից օգտվելով բան անել, որ հեսա կանրադառնանք, որ դու Խան ակադեմիայով SAT-ես պարապել ինքնուրույն համալսարան ընդունվելու համար, գիտենք, որ SAT-ին մոտավորապես ներառում է մինչև 10-րդ դասարանի թեմաները։ 9-րդ դասարանը ներառալ 9-րդ դասարանի թեմաները եւ շատ երեխեք գիտեմ, ովքեր մինչև 9-րդ դասարան ունենալով լավ մաթեմատիկական տրամաբանություն բարձր ստացել են, բայց դպրոցում արդեն 10-11-ի մաթեմը լավ չեն սովորել ու գնացել են համալսարանում բարձրագույն մաթեմատիկանալուց խեղճացել են։ Այ կարան իրենք SAT-ին նույն վերջացնեն ու Խան ակադեմիայով այդ քո ասած մաթեմը զարգացնեն եւ նախապատրաստվեն արդեն համալսարանական մաթեմին, որ այնտեղ խնդիրներ չունենան։ Միանշանակ ու ասեմ, որ Խան ակադեմիան միշտ թարմացնում է իր ֆորմատները, որտեվ SAT-ին իրական վերջ շրջանում փոխվել է իր ֆորմատը, շատ վերջի շրջանում անցել է դեպի on-line հարթակ, իսկ համակարգչային հարթակ, որտեղ որ ստուգվում է ամբողջապես համակարգչի կողմից ու թեստ անցկացվում է նաև համակարգչի կողմից։ Խան ակադեմիան թարմացնում է իր ծրագիրը ամեն անգամ նայելով ոչ միայն SAT-ին, նաև ինչ որ TOEFL, IELTS բոլոր ֆորմատներն էլ ունի, որ կարելի է փորձել ինձ թվում է, իսկ SAT-ի կարևորությունը, ընդունելության քննության կարևորությունները ընդհանրապես ինձ թվում է հանցանք է առանց ինչ-որ մի բանը քո փորձելու, ուղղակի մտածել, որ ես չեմ կարող այդ համ ինչ-որ մեկը ինձ բացատրի դա։ Ու իմ մոտ հենց նույնն է եղավ, էլի, չնայած որ ես կասկածում եմ իրականում իմ մաթեմատիկայի գիտելիքների վրա, ու ինչի էի կասկածում, որովհետև չէի ուսումնասիրել ինչ է SAT-ին, ուղղակի լսել էի ինչ-որ կաղապար SAT-ի մասին, ու դա ներշնչել էր ինձ կասկածել իմ մաթեմատիկայի գիտելիքների վրա։ Բայց երբ որ բացում եմ Խան ակադեմիան, երբ որ վերցնում եմ SAT-ի գիրք, բացում ու կարդում եմ ու փորձում եմ վարժություններ անեմ, ես իրականում հասկանում եմ, որ այն մաթեմատիկան, որ պահանջում էր SAT-ին, իրականում խնդալու մակարդակի է, եթե մի քիչ կոպիտ ասեմ։ Ու պետք է հասկանալ, որ ինքը ընդունելության քննությունն է, ոչ թե այն ինչ դու հասնելու ես համալսարանում։ Այս տարբերությունն է պետք է դնել։ Այսինքն ուղղակի լսում են միջազգային մաթեմ, այսինքն եթե դու տալիս ես SAT-ի քննություն, որը որ իրականում IQ թեստ է, եթե SAT-ի հապվում բացենք, Scholastic Aptitude Test, ինքը տրամաբանություն ստուգող թեստ է, 4 մասից կազմված, առաջի 2 մասը անգլերեններն են, վերջի 2-ը մաթեմատիկան։ Այդ մաթեմատիկան դրված է քո տրամաբանությունը ստուգելու ու արագ հարցերին պատասխանելու կարողությունը ստուգելու համար, ոչ թե որ պատրաստի քեզ համալսարանական մակարդակի մաթեմատիկայի։ Ու այստեղ էլի հետ են գալի այն փաստին, որ մենք պետքա նաև համալսարանական մակարդակի մաթեմատիկայի մասին իմանանք, որ հասկանանք այդ ֆակուլտետ կամ այս մասնագիտությունը շարունակենք թե ոչ։ Ու դրա համար Խան ակադեմիայից բացի համալսարանական մակարդակից խոսալով շատ կարևոր պլատֆորմ էլ կա, EDX-ը կոչվում։ Ինքը էլի ունի կուրսեր շատ, բայց իր առավելությունն այն է, որ իր կուրսերը համալսարանական մակարդակի կուրսեր են, այսինքն համալսարանի հենց կուրսեր են, որոնք որ նկարված են ու տեղադրված են պլատֆորմում, այսինքն ես այսօր կարամ այդ համակարգչի մոտ մտնեմ EDX, բացեմ Քեմբրիջի համալսարանի Computer Science-ի համակարգչային գիտության կուրսը, որ կոչվում է CS50, նայեմ, ու բացի նրանից, որ կարամ ես այդ կուրսերը նայեմ, այդ կուրսերը նաև տալիս են տնայիններ, որոնք որ ես կարամ անեմ, տալիս են պատասխաններ, որոնք որ կարամ ստուգեմ։ Այսինքն ես կարամ ստուգեմ, թե ինչքան լավ ուսանող կարամ լինեմ ես, առանց ընդունվելու Քեմբրիջ կամ թեկուզ MIT կամ Berkeley, անելով իրանց ծրագրերը, որ եւս Միքայել կմոտեցնի ինձ այն հարցին պատասխանելուն, թե այս մասնագիտությունը իմ համար է թե ոչ։ Հարցը։ Այ դու որ բակալավրատում սովորում էիր, ձեր կուրսում կամ մյուս կուրսերում, հա, ինչ ձևի են, գիտեմ, որ ծրագրավորման ֆակուլտետ երբ որ ընդունվում են, ինչպես սկզբում նշեցիր, գայթակղությունը մեծ է, էլի, որ գնա նաև զուգահեռ աշխատեն։ Շատ էին աշխատողները ու շատեր այդ իրենց խանգարում, քանի որ
մի հատվածը ասում է, որ այս մասնագիտությամբ պետք չի ֆորմալ կրթություն, մյուս հատվածը, ինչպես նոր դու նշեցիր, որ դա պետք է, բայց վերջին տարիներին նաև ծրագրման ոլորտում լուրջ փոփոխություններ կան, եթե մի 5-6 տարի առաջ կարող են համալսարանել չգնային մի հատ կուրս վերցնեն 6 ամսվա, օրինակ վեբ ծրագրավորման կուրս վերցնեն, վեբ դիզայն եւ այլն ու գնային հանգիստ աշխատանք գտնեին, հիմա այսօր շատ դժվար է սկսնակ ծրագրավորողներին աշխատանք գտնելը։ Հիմա պատկերացնենք, մեզ լսում են ապագա ծրագրավորողներ, ինչ խորհուրդ կտաս իրենք ոնց քո կուրսեցիների, հենց ձեր փորձը հաշվի առնելով, ինչպես դիրքավորվեն, ինչպես իրենց պլանավորումը անեն։ Երբ որ ես սովորում էի համալսարանում, բնականաբար կային մարդիկ, ովքեր աշխատում էին, կային մարդիկ, ովքեր չէին աշխատում, մի դրույք ամբողջությամբ մենակ սովորում էին ու կային մարդիկ, ովքեր համատեղում էին, այսինքն կես դրույք սովորել ու աշխատել։ Բայց եկեք հերթով պատասխանեմ էլ այդ հարցին։ Առաջինը սովորեմ ինչ-որ մի հատ կուրս առանց համալսարանական ֆորմալ կրթության ու դառնամ ծրագրավորող։ Հնարավոր է։ Բայց այս հարցին պետք է նայենք երկու տեսանկյունից ու շատ լավ օրինակ իրականում ունեմ։ Եթե մենք փորձենք սարքենք այս բաժակը, մենք պետք է շատ դետալային ինֆորմացիա սովորենք կոնկրետ այս բաժակը սարքելու մասին ու մենք կարանք այս բաժակը սարքենք այդ մեր սովորածով, բայց եթե մենք փոխենք խնդիրը, սարքենք ինչ-որ մի բաժակ, որ հարմարեցված է ուրիշ ֆունկցիայի, այդտեղ մենք կաղալու ենք, այսինքն նորից գալու է անհրաժեշտություն, որ այդ ինչ-որ մի հատ էլի բան սովորեմ, որ այս մի բաժակը սարքեմ։ Այսինքն մեր ինֆորմացիան, որ սովորում ենք կարճ ժամանակում, ինքը ինչքան որ օգտակար, այդքան պարփակված է, ինչ-որ մի բան անելու մեջ, իսկ այս դեպքում այդ ինֆորմացիան մեզ թույլ է տվել լինելու ինչ-որ սպეციფიկ գործիք, ինչ-որ գործի համար։ Բայց եթե դու ուզում ես զարգանաս, իրականում ըստ իս դու պետք է լինես ունիվերսալ գործիք, ոչ թե սպეციფიկ։ Այսինքն դու պետք է ունենաս ֆունդամենտալ գիտելիք, բավականաչափ, որը որ քեզ հնարավորություն կտա այս մի սպეციფիկայից թռնել մյուսին, եթե անհրաժեշտությունը լինի։ Այդ առաջինը, այդ կետով կուրս սովորել, թե համալսարան սովորել, այս բaragայում համալսարանը հաղթում է։ Գիտեմ, նույն քո տարիքի քեզանից մեծ լիքը մարդկանց, ովքեր որ առանց համալսարանի կամ համալսարանական լուրջ կրթության համալսարանը իրենք ավարտել են, բայց համալսարանում չի այսպես լուրջ կրթություն են ստացել, այսօր լուրջ ծրագրավորողներ են։ Եվ այստեղ ես միշտ ինչ եմ ասում, որ համալսարանական կրթությունը պետք է, քանի որ այնտեղ անցնում ենք բարձրագույն մաթեմ, որը որ չենք անցնի այդ մինի դպրոցներում, որտեղ որ գնալու ենք սովորենք ծրագրավորման կոնկրետ ուղղություն։ Եվ միգուցե ինչ-որ մի փուլում, հիմա AI լուրջ զարգացումներ բերեց ու վերադասավորումներ ա ծրագրավորման ոլորտում, եւ այս վերադիրքավորվելու ժամանակ արդեն այդ քո ասածը սկսան խեղճանալ։ Ես օրինակ այդ տեսանկյունից եմ նայում, որ այդ ակադեմիական ֆունդամենտալ կրթությունը, հատկապես մաթեմատիկայի իմացությունը ծրագրավորման ուղղությունների պարագայում պետք է մեծ մասի պարագայում։ Դե ինչպես նշեցինք արդեն AI-ի արհեստական բանականության կողմով, արհեստական բանականությունը հենց ինքը ChatGPT-ին, որը որ իդեպ միակը չի դաշտում, կան շատերը, բայց ամենահայտնին ChatGPT-ին շատ սպეციფიկ բաներ արդեն շատ ավելի լավ է անում, քան մարդը։ Այսինքն ինչ-որ մի բանի մեջ խորանալը, ինչ-որ շատ խորը իմանալը դա ըստ իս առավելություն չի։ Այսօր ըստ իս դարի հետ այդում generalist լինելուն, այսինքն ընդհանրացված կրթություն ունենալուն, որտեղ երբ որ դու ելի եմ ասում ունես ընդհանրացված ֆունդամենտ, որ կարա քո համար հանդիսանա տրամպլին, մի տեղից մյուսը թռնելու համար, այդ ավելի լավ է, ու ավելի ճիշտ է։ Իսկ երբ որ դու այդում ես կոնկրետ ինչ-որ սպეციფიկ բան սովորելու, դու չես կարողանալու այդ ունենաս։ Համալսարանը բացի նրանից, որ քեզ տալիս է բարձրագույն մաթեմատիկա, նաև տալիս է բազմակողմանի զարգացվածություն։ Այսինքն քեզ կոնկրետ ամերիկյան համալսարանը պարտադրում է, որ դու ունենաս քո առանցքային մասնագիտական առարկաներից բացի եւս 8 կամ 9 առարկա ընդհանուր առարկաների ավազանից, այսինքն դու լինելով ծրագրավորող պետք է անցնես առարկաներ լեզվի բաժնից, արվեստի բաժնից,
փիլիսոփայության, հոգեբանության, ինչու ոչ նաև բնագիտություն, բժշկության, քիմիայի կամ ու առաջարկում է ամերիկյան նմանատիպ կուրսեր։ Իսկ այս քեզ տալիս է նորից մտածելակերպ, կիրառական դաշտ է տալիս, որ երբ որ դու ունես հագեցված գործիքներ, բայց դու չունես կիրառական դաշտ, դու չես կիրառում այդ գործիքները, դու այդ գործիքները մինչև վերջ չես հասկանում։ Համալսարանի առավելությունը սա է։ Ինչ-որ մի կուրս անելու առավելությունը մի գործիքը շատ լավ իմանալն է։ Ըստ իս իրականում կախված է նրանից, թե ինչ ես դու ուզում կյանքում։ Ինչքան բազմաբովանդակ կուզես լինի քո կրթությունը կամ հնարավորությունները, ճկունությունը։ Ընտրության հնարավորությունը։ Ես ուզում եմ կոնկրետ օրինակ ծրագրավորման այսինչ ուղղության մեջ խորանամ, այս դասընթացին բավարարում է, այդ ուղղությամբ ես կարող եմ հանգիստ աշխատանք գտնեմ, մարդը ընտրում է այդ ճանապարհը։ Եթե ընտրում ես ակադեմիական լավ հիմքով կրթություն, այս պարագայում ուրեմն համալսարանը պարտադիր է։ Ճիշտ է։ Միանշանակ։ Բայց այդ կներեք էլի չի նշանակում, որ անպայման պետք է ընդունվես համալսարան, որպեսզի կարողանաս դառնալ լավ մասնագետ, որտեղ իրականում ես ճանաչում եմ այդպիսի տղայի, ով ամերիկյան համալսարանից իրականում դուրս եկավ երկրորդ կուրսում, որովհետև ինքը համարում էր, որ անիմաստ է շարունակել սովորել ինչ-որ բան, որը որ այլևս ոչ մի կերպով չի նպաստում կոնկրետ իր ընտրած գործին IT ոլորտում։ Ու ես չեմ համարում, որ իր գործողությունը սխալ էր։ Ինքը կոնկրետ այն տղանու մասին որ խոսում, այնքան էր զարգացրել իր լոկալ մասնագիտությունը, որը որ ուզում էր ինքը զբաղվեր, ինքնակրթության միջոցով ու տարբեր տեսակի իրականում կա մի հատ էլ պլատֆորմ Upwork-ը կոչվում, որը որ հնարավորություն է տալի դու իրականում քո աշխատանքը վաճառես ուրիշներին ու այդ տղան Upwork-ով աշխատելով, այսինքն արել է ռեալ պրոյեկտներ, որ ռեալ վաճառել է, ստացել է գումար այդ վաճառածի դիմաց, բայց հետաքրքիր է, որ ինքը մասնագետ չէր 50 կամ 60 տարվա, որ գիտեր պրոյեկտը կամ գործը վերցնելուց առաջ թե ոնց պետք է անի, ինքը վերցնում էր գործը ու ինքան վստահ էր, որ հեսա սովորելու եմ ու անեմ, որ իրոք անում էր ու իրականում հետաքրքիր պատմություն կա, ես ու ինքը ինչ-որ բան պետք է սարքեինք իրար հետ ու ես էլ ինքն էլ սովորելու խնդիր ունեինք իշոն բան ու ես այդ ժամանակ առաջի կուրս էի, եթե չեմ սխալվում, մտածում եմ, որ տեսական գիտելիքը ամենակարևորն է ինչ-որ մի գործ անելու համար։ Ինքը ասում էր չէ, ասում էր դու պետք է պրակտիկորեն ուղղակիորեն սկսես գործը անել ու խնդիրները լուծես, երբ որ հենց այդ բանին դու այդ խնդիր ունես, ոչ թե սովորես բոլոր տեսակի խնդիրների մասին, որոնք որ կարող են լինել ու պատրաստվես դրանց ու ինքը իրականում ճիշտ էր։ Մինչդեռ ես սովորում էի Udemy-ով ինչ-որ մի բանի մասին, որը որ ինձ տարավ 2 շաբաթ, բայց ես ունեցա ամբողջական գիտելիք դրա մասին, բայց ընկերս վերջացրել էր գործի 60%։ Անելով սովորեց ու սովորեց ավելի շատ, որտեվ կան խնդիրներ իրական կյանքում դու լուծում ես, որ ոչ մի ձևի գրքի մեջ չկա ու դու չես կարող իմանաս դրա մասին, մինչև չանես, մինչև այդ խնդիրը չլինի ու ստեղից կուզեմ իրականում անցում կատարեմ պրակտիկ կրթության կարևորությանը համալսարանական կրթությունը տալիս է շատ լավ տեսական գիտելիք, որը որ շատ պետք է, բայց ըստ իս էլի կաղում է պրակտիկության մեջ, ինչքան էլ որ ինքը բարձրագույն գիտելիք է, դրա համար երբ որ ես բախվեցի այս հարցին արդեն համալսարանում, ես փորձեցի հասկանալ, թե ոնց կարամ պրակտիկ դա անեմ ու էլի տենց Թումոն եկավ, որ երևի բախտս բերեց, Թումոն ունի ծրագիր, որ կոչվում է Թումո Labs, 18 տարին լրացած մարդկանց համար ու վերին սահմանափակում չունի, 35, 50, 60 անգամ 60 տարեկան մարդիկ ես տեսել եմ, որ հաճախում են ու Թումո Labs-ը տալիս է 2 ծրագիր, 42 Երևան ծրագրավորման դպրոցը եւ հենց Բուն Labs-ը Labs-ը տալիս է հնարավորություն 3 ուղղությամբ սովորելու մեքենայական ուսուցում, Python ծրագրավորում կամ web ծրագրավորում JavaScript-ով ու ունի հստակ ուղեցույց, թե ոնց դու պետք է անես։ Իսկ 42 Երևանը ինքը ծրագրավորման դպրոցը, որ սովորացնում է հենց այդ
երևի ճիշտ կլինի այս բառակապակցությունը օգտագործեմ, ծրագրավորման փիլիսոփայությունն է սովորացնում։ Քան թե ինչ-որ կոնկրետ բան անել, այլ սովորել, թե ոնց կարելի է սովորել այսինչ բանը անել, ու իրականում երբ որ ես առաջ անգամ գնացի 42 Երևան, որը որ էլի նշեմ բացառապես անվճար է, որը որ տալիս է տարածքը, որը որ տալիս է այդ համակարգիչը, ինտերնետը, այսինքն քեզնից մենակ հասնում է ներկա լինելը, որը որ նաև բացա դասը հենց այդ բացա որ ժամ է 24-ը 7։ Օ Այսինքն շաբաթը 7 օր, գիշերները, ցերեկները ոնց որ քեզ հարմար է, ու իմ մոտ էր շոկ, այսինքն հարմար է, դասերը երբ ենք անում, օրինակ գիշերը 3-ին կարամ դաս անեմ, ու հետաքրքիրն է որ չկա դասեր այնտեղ։ Այնտեղ չկա մեր իմացած կաղապարված ուսուցիչը, որ գալու է մեզ ասի, սենց պետք է ինչ-որ բան անես, որ լինի։ Փոխարենը սենց հետաքրքիր համակարգ կա։ Դու ունես խնդիր, այս խնդիրը ձևակերպված է հետևյալ ձևով, մենք սպասում ենք հետևյալ վերջնա արդյունքը, իրավունք ունես օգտագործելու սա, իրավունք չունես օգտագործելու սա, խնդրի մեջ, լուծի խնդիրը, ոնց ուզում ես լուծի խնդիրը, ու եթե մի քիչ տեխնիկական եթամ, ծրագրավորման բաժնի համար կան շատ տարբեր տեսակի խնդիրներ, ոչ միայն վեբ ծրագրավորումից, կարա լինի սիստեմ ադմինիստրացիայից խնդիր, որ լրիվ տարբեր բևեռներ են, կարա լինի համակարգային ծրագրավորումից խնդիր, ու կարա լինի խաղերի ստեղծումից խնդիր, բոլորը տարբեր բևեռներ են, որ պետքա ուղղակի խորանալ ամենքի մեջ, բայց սկզբնական շրջանում դու անում ես բոլոր պրոյեկտները ու անում ես մենակ։ Առավելությունները այն է, որ երբ որ դու ունես ինչ-որ խնդիր լուծելու ու քեզ ոչ մեկ չի ասում ոնց այդ խնդիրը պետք է լուծես, դու սկսում ես ինքնակրթվել այդ խնդրի շուրջ։ Ու կոնկրետ իմ համար ամենալավ ինքնակրթությունը այդ կարդալն է, գիրքը։ Բայց կան մարդիկ, ովքեր որ չեն սիրում այդքան կարդալ, երկար, իրանց համար ամենալավ ձևը դա վիդեո նայելն է, վիզուալն է, ու այդ մարդիկ այդում վիդեո են նայում։ Վիդեոներով են ստանում այն գիտելիքը, որը որ ես ստանում եի գրքով։ Այսինքն դուրս է գալիս, որ չկա ինչ-որ մի մեթոդ, որը որ միակն է գիտելիք ստանալու համար։ Կա մեթոդ, որը որ դու ես ուզում ու ընտրում։ Կա նաև ուրիշ մեթոդ, կային նաև մարդիկ, ովքեր որ չէին ուզում կարդային, նայեն վիդեոներ կամ փորփրեին, ուղղակի դուրս էին գալի, գտնում էին ինչ-որ մեկին, ով որ արել էր այդ պրոյեկտը ու հարցնում էին, լսի ինչ անեմ, ոնց սովորեմ, ոնց կարամ անեմ եւ այլն։ Նաեւ այդ մարդկային շփումն է տալի այդ տարածքի մեջ, որտեվ կոնկրետ 42 Երևանը հարյուրավոր ուսանողներ ունի ու այնտեղ միշտ մարդ կա։ Դե, եթե չեմ սխալվում, 42 Երևանը ֆրանսիական հայտնի ծրագրավորման դպրոցի մասնաճյուղ է Հայաստանում եւ եթե էլի չեմ սխալվում, մեր տարածաշրջանում միակն է, այսինքն գոնե բացման ժամանակ եւ Ադրբեջանում, Վրաստանում չկար, Հայաստանում էր որ բացվեց, ՕԱՊ երկրներից միգուցե Մոսկվայում է դա։ Մոսկվայում կա, իրականում հա 42-ի մայր դպրոցը Ֆրանսիայում է, երկու հատ ունեն Փարիզում ու Լիոնում, իսկ մնացած տեղերը հիմնականում մայրաքաղաքներում են բացում, ունեն Ամստերդամում, ունեն Մոսկվայում, Ադրբեջանի, Իրանի կամ Վրաստանի մասին չեմ լսել, գիտեմ որ չկա, որտեվ ամբողջական ցանցը կապված է իրար հետ, այսինքն ուրիշ հետաքրքիր առավելություն, եթե Մոսկվայից կամ Նիդերլանդներից գա 42-ի ուսանող, ինքը կարող գա Երևան 42-ում շարունակի իր կրթությունը ու հաճախի նույն տեղը, այսինքն 42-ը նաև կոտրում է այդ սահմանները։ Բայց 42-ի լավը կարծում եմ այն է, որ ենթադրենք դու սովորում ես ինչ որ X համալսարանի X ֆակուլտետում, որը ծրագրավորման ֆակուլտետ չի, եւ սկսում ես կասկածներ, հա, որ այս քոնը չի, այս ուղղությամբ սխալ է, բայց նաեւ այդ կարծրատիպերից ելնելով չես թողում համալսարանական կրթությունը, ուզում ես մտածում ես, որ օրինակ ծրագրավորման մեջ դու ներուժ ունես, այս պարագայում օրինակ կարող ես ոչ թե գնալ միանգամից վճարովի դասընթացներ վերցնել, կարաս օրինակ գնաս 42 կո դասից հետո կամ էլ ենթադրենք դու աշխատում ես այլ լրիվ այլ ուղղությամբ 6-ին աշխատանքդ բրցնում ես, գնաս 42 եւ փորձես բացահայտել
ծրագրավորման աշխարհը եւ քո հնարավորությունները այդ աշխարհում։ Միանշանակ, օրինակ ես, եթե էլի պրոյեկտ եմ ին վրա, ես իրականում համալսարանական տարիներին փորձել եմ on-line դասավանդման պես զբաղվեմ ու այդ ինձնից տանում էր շատ քիչ ժամանակ, չեմ համարի թե աշխատանք էր, բայց տանում էր ու այդ ամեն ինչի հետ մեկտեղ որ հասցնեի նաև դասերս անեի, չէի կարողանում ժամանակ տրամադրել օրվա մեջ 42-ին, բայց օրվա վերջում երեկոյան ժամը 8-ից մինչև 12-ը անգամ 1-2-ի գիշերը տրամադրել եմ 42-ին։ Իսկ ամերիկյանից բրցնում էր, on-line դասավանդում էր, դրանից հետո նոր գնում էր 42։ Նոր գնում էր 42։ Իսկ հետաքրքիր է իմանանք on-line դասավանդմանը ինչ էր դասավանդում ու ինչ ես կարծեմ հիմա էլ ես դասավանդում, թե հիմա էլ եմ դասավանդում։ Այ մեր կներես առաջի ոդքասթը հենց նվիրված է եղել on-line դասավանդման արդյունավետությանը, անգլերենին ենք անդրադարձել եւ կոնկրետ Գևորգի պարագայում, որ ինքը TNI-ում on-line անգլերենի դասընթացներ ա վերցրել եւ բավական լուրջ հաջողությունների ա հասել։ Այ հիմա արդեն քո պարագայում ունենք դասավանդողի օրինակը, դու ինչ կասես on-line դասավանդման հնարավորությունների հետ կապված, քանի որ շատ մարդիկ շատ անվստահությամբ են մոտենում on-line դասավանդման արդյունավետությանը։ Իրականում ես էլ մի պահ անվստահությամբ եմ մոտենում դրան, որովհետեւ միշտ արկան, երբ որ դու ներկա ես ինչ-որ մեկի կողքին, ինքը ունի իր աուրան ու ազդեցությունը, բայց կոവിഡից հետո, երբ որ սա աշխարհը հասկացավ, որ on-line ֆորմատով կարելի է շատ բաներ անել, ու այդ բաներից մեկը նաև դասավանդումներ, ես եւս փորձեցի on-line դասավանդման ֆորմատը։ Կոവിഡ് ինձ թվում է հնարավորություն տվեց բացահայտել on-line դասավանդման գործիքներ, օրինակ իմացանք ինչա Zoom-ը եւ այլ գործիքներ ու հասկացանք, որ այդ գործիքները շատ արդյունավետ կարող են դարձնել դասավանդումը։ Ու այդ գործիքներից բացի ճկունությունը, որը որ տալիս է on-line դասավանդումը, ոչ մի արկակրթություն ըստ իս չի կարա տա, որտեվ տեսեք ժամանակը մեծ ֆակտոր է, թե օրինակ ամենապուճուր բաներից մեկը ժամը քանիսին դասը անենք, այդ շատ մեծ ճկունություն է տալի, երբ որ երեխան պետք է գա մարզից ինչ-որ կենտրոն, կամ կենտրոնը պետք է դա բացվի մարզում, որպեսզի կարողանա հագեցնի այդ երեխաների կրթությունը, այս խնդրի այլևս չկա։ Աշխարհի ցանկացած կետից, ցանկացած ժամի դու կարաս on-line ֆորմատով կրթվես։ Դասընթաց վերցնես։ Միանշանակ, բացի նրանից, որ դու կարաս ճկուն ժամանակային գրաֆիկ ստեղծես, նաև ռեսուրսները, որոնք որ քեզ պետք են կրթվելու համար, գիրք, տետր, մատիտ, չգիտեմ, եւ այլն, այլևս պետք չեն արկա վիճակով։ Ու այսօր շատ հեշտ է on-line ֆորմատով գտնել բոլոր ամբողջ գրականությունը, որ քեզ պետք է։ Օրինակ, ես նաև SAT եմ դասավանդում on-line ֆորմատով ու չեմ ունեցել դեռ ինչ-որ մի ուսանող, ով որ վճարել է կամ ճարել է ինչ-որ մի հատ գիրք կամ ռեսուրս կամ եւ այլն, արկա տարբերակով չնայած ունեցել ես ուսանող, որ on-line ֆորմատը իրեն չի բավարարել, դադարեցրել է, գնացել է օֆլայն է սկսել պարապել։ Չէ, ունեցել եմ ուսանող, որ ում ծնողը իրականում չի սիրել on-line ֆորմատը ու սկզբում ասում էր նաև առաջարկում էր անգամ իրանց տանը արկա դասեր անենք, բնականաբար ասացի, որ եկեք սկսենք on-line ֆորմատով, եթե արդյունք չստացվի, կրթության մեջ արդյունք չստացվի, ոչ թե զուտ դիսկոմֆորտ է, չեմ սիրում կամերան բացի լեւան, եթե կրթության մեջ արդյունք չգրանցվի, ես համաձայն եմ, պատրաստ եմ գամ ձեր տուն, ձեր տանը դասավանդեմ, բայց արդյունքներ միշտ գրանցվում են, որտեվ իրականում այդ ֆորմատի ազատությունը որ տվեց ժամանակային, ռեսուրսային եւ այլն, մեզ տվեց շատ ավելի շատ ժամանակ, որ կենտրոնանանք դասերի վրա ու մյուս կարևոր պայմանը տնայիններ տալը շատ հետաքրքիր է, ես չեմ տալի մի տնային, մի պարապմունքից մյուսը, տալիս եմ մի քանիսը։ Կոպիտ ասած դնելով sense անկյունակարեր, ես քեզ տվեցի տնային, դու անում ես սա, հետո ինձ ասում ես որ արել ես, մենք դեռ պարապմունք չենք սկսել, ես քեզ նորից ուղարկում եմ տնային։ Ու դու էլի անում ես դա։ Այսինքն ես ունեմ շատ ժամանակ, որպեսզի կարողանամ այդ տնայինը ստանալ, ստուգել, հասկանալ սխալների հիման վրա տալ եւս մեկը ու եւս մեկը։
ճկունությունն է, որը որ ես չէի կարողանա արկա ֆորմատով, որտեղ արկա ֆորմատով դա ինչ-որ մի ձև պետք է ստանայի, որը որ հնարավոր չէր կամ արկա ֆորմատով երեխան չեր ուզի տնային աներ, եթե պետք է գամ լեկցիա լինի նոր տնային անեմ, այդ գաղափարները կոտրվում են։ Այդ որ հիմա քեզ լսում եմ, մտովի ես գնում եմ, որ շատ ծնողներ մի սխալ են անում, դեռ վաղ տարիքից առում են շատ լավ հեռախոս, բայց չեն առում համակարգիչ։ Եվ օրինակ ես էլ իմ ծնողների հետ հանդիպումներին միշտ խնդրում եմ, ասում եմ ամենաառաջինը առեք համակարգիչ, հատկապես նոթբուք, որ երեխան կարողանա հանգիստ տեղաշարժի եւ ուզած ցանկացած վայրից այդ համակարգիչը օգտագործի կրթության մեջ եւ նաեւ իր թվային այդ մտածողությունը, տեխնոլոգիական մտածողությունը զարգանա։ Այ on-line-ում ինչա պետք, on-line-ում իմ կարծիքով պետք է համակարգիչ, Փառք Աստծո Հայաստանում ունենք լավ ինտերնետ, չբողոքենք, եթե աշխարհի բանով նայենք, կարծում եմ ամենալավ ինտերնետներից մեկը ունենք, այդ ցանցը գնալով էլ ավելի զարգանում է եւ հասանելի է դառնում, անգամ վիճակագրական տվյալներով ամենաշատ ինտերնետ օգտագործող բնակչության թվով ոնց որ այդ երկրների մեջ ենք մտնում, այսինքն հասանելիությունը շատ մեծ է, նշանակում է, որ լավ կրթություն ստանալու խոչընդոտները այս պարագայում երևի թե կարող լինի միայն ֆինանսը, այսինքն եթե որևէ մեկը ուզում է շատ լավ կրթություն ստանա, ունի լավ մոտիվացիա, միայն ֆինանսը կարծում կարող խանգարի, բայց այս պարագայում դա էլ հնարավոր է թեկուզ ինքնակրթության հարթակների միջոցով կամ այլ ճանապարհներով այս հարցն էլ լուծել եւ հասնել դրված խնդիրների լուծմանը։ Իսկ հիմա շատ հետաքրքիր կուզենայի խոսել դու եւ բակալավրատը եւ մագիստրատուրան ծրագրավորման ուղղությամբ ես սովորում, բայց կարծես թե դատայի մեջ ես ավելի շատ խորանում։ Սրանց տարբերությունները, նմանությունները, այդ տվյալագիտության մասին ինչ կարող ես ասել։ Տվյալագիտությունը ու համակարգչային գիտություններ, եթե ավելի ճիշտ խոսամ իմ ֆակուլտետի մասին, ֆակուլտետը համակարգչային գիտությունները ու տվյալագիտությունը ըստ իմ նախնական պատկերացման երկու տարբեր ուղղություններ էին, որտեղ իրականում են հստակ տարբերություններ։ Մեր մոտ ստացած ծրագրավորողի գաղափարը կամ ծրագրավորող մասնագիտությունը ավելի շատ առնչվում է համակարգչային գիտությունների հետ, որտեղ համակարգչային գիտությունների ֆակուլտետը ունի երկու առանցք մասնագիտական առումով, դա մաթեմատիկայի գիտելիքն է, որը որ ամերիկյան համալսարանում բավականաչափ նման է կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի տված մաթեմատիկայի մակարդակին։ Մյուս առանցքը համակարգչային գիտության մեջ դա համակարգչային գիտելիքներն են, այսինքն ծրագրավորման լեզուները, ծրագիր ստեղծելը, ծրագրի դիզայնը եւ այլն եւ այլն։ Տվյալագիտության առանցքները դա մաթեմատիկան է, եւս կիրառական, եւ մաթեմատիկայի կիրառությունը վիճակագրական ու հավանականությունների տեսության հիման վրա մաթեմատիկայի կիրառումը այստեղ արդեն այդ ծրագրավորման լեզուները եւ այլն դառնում են ուղղակի գործիք, ոչ թե առանցք։ Դու օգտագործում ես ծրագրավորման լեզու որպես գործիք, որպեսզի կարողանաս ստանալ ինչ-որ արդյունք վիճակագրության ու մաթեմատիկայի հիման վրա։ Ամբողջ մեքենայական ուսուցումը նեյրոնային ցանցերը եւ այլն ոչ մի բան է, քան շատ լավ մաթեմատիկա։ Այսինքն, եթե այդքան շատ սեր չունես մաթեմատիկայի հետ, ու չես ուզում որ շատ լինի մաթեմատիկան քո մասնագիտության մեջ, ըստ իս տվյալագիտությունը քո համար չի, բայց համակարգչային գիտությունները քո համար են, որտեղ բարձրագույն մաթեմատիկան այստեղ դրված է նրա համար, որպեսզի դու ունենաս լայն մտածելակերպ, որպեսզի կարողանաս ցանկացած խնդիր լուծել ծրագրավորման հարթակում, իսկ այստեղ մաթեմատիկան բուն գիտությունն է, բուն գործիքն է։ Այսինքն հիմա պատկերացնենք, եթե դու էլ առաջի կուրսում որոշեր, որ կոնկրետ ծրագրավորման ինչ-որ լեզու էր պետք սովորել, համալսարանում դուրս գար համալսարանից կամ տենց թեթև սովորեր համալսարանում, տենց լուրջ ակադեմիական հիմք չունենայր, այսօր դու չէր կարող խորանալ դատայի մեջ եւ ունենալ այն աշխատանքը, ինչ որ ունես։ Եկեք ասենք, որ շատ ավելի դժվար կլիներ այդ ամեն ինչը անելը, որտեվ բարձրագույն մաթեմատիկա մենակ սովորելը անհնարին չի, բայց ավելի դժվար է լինելու, ավելի շատ ժամանակ է տանելու, քան ինչ-որ մի համակարգի մեջ այդ ամեն ինչը անելը։ Բայց նաև պետք է ես ընդունեմ, որ
Այսօր ես համակարգչային գիտությունները ու տվյալագիտություն չեմ նայում որպես առանձին ինչ-որ բաներ, որտեվ տվյալագիտությունը ուղղակի համակարգչային գիտությունների անձրևանոցի տակ է։ Ինքը շատ հետաքրքիր ուղղվածություն է ու ինքը այսօր այնքան է մեծացել, որ ինքն է մասնատվում։ Ունի ուղղվածություններ, արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում եւ այլն, անգամ տվյալագիտության մեջ։ Այսինքն բուն եզրակացությունը գալի հանգում է նրան, որ ունենալով այդ ֆունդամենտալ գիտելիքը, տեսեք, համակարգչային գիտությունների ֆունդամենտալ դաշտը գիտելիքի օգտագործելով ես հնարավորություն ունեցա թեքելու իմ ուղղությունը։ Չասեմ կողմնորոշում, բայց հա, երևի ուղղությունը դեպի տվյալագիտություն ու եթե ես ուզեմ նորից տվյալագիտությունից կարող փոխվեմ դեպի համակարգչային գիտություններ կամ ծրագրավորում ավելի շատ, որը որ ինձնից տանելու է էներգիա ինչ-որ կոնկրետ բան սովորելու, բայց ես անելու եմ դա շատ ավելի հեշտ, ունենալով ֆունդամենտալ գիտելիքը արդեն, ինչը երևի կհամատեմ նաև 42 Երևանի հետ, դա հետաքրքիր պատմություն։ 42-ում կային մարդիկ, ովքեր ատամնաբույժներ էին, տնտեսագետներ եւ այլն, 40-ից մարդիկ, ովքեր եկել էին ու փորձում էին իրենց մասնագիտությունը փոխեին ու փորձում էին իրենց ծրագրավորման մեջ, ինչը շատ խրախուսելի է, շատ ու որոշները անգամ հաջողեցին։ Ես կային մարդիկ, ովքեր որ բանակից էին հենց եկել ու բանակից գալուց հետո այդ շրջանը որ չկողմնորոշվածս ինչ պետք է անես ու 42-ը դարձավ իրենց համար տենց շուտ դուսավոր կետ։ Չնայած կային մարդիկ, ովքեր լեզվաբան էին ու ընդհանրապես կապ չունեին ծրագրավորման հետ, հետաքրքիր է դա սովորելու արդյունքում, այդ մտածելակերպը ձեռք բերելու արդյունքում իրանք այսօր կարողանում են աշխատել լավագույն IT կամպանիաներից մեկում, ասենք օրինակ IPAM-ում կամ Synopsys-ում։ Իրանալի։ Բնականաբար ինչ-որ internship-եր անցնելու, ինչ-որ փուլերից հետո։ Բայց իրանք ունեցան այդ հնարավորությունը, ընտրեցին դա անել, արեցին դա ամեն օր, համբերատար ու այդ ժամկետներ անգամ կարող եմ ասել։ Ինքերներից մեկը մի տարի, ուղիղ մի տարի 42-ում ամեն օր ինչ-որ չափի ժամանակ տրամադրելով ինքը կարողացավ աշխատի IT կամպանիայում այն պարագայում, որ ինքը չունի ոչ մի ֆորմալ կրթություն ծրագրավորման ու մաթեմատիկայի անգամ։ Այս Սարգիս, այս հաջողությունների որ հասել ես, հիմնական աշխատանք, կարողացել ես նաև բացահայտել data science-ի ոլորտը, ուղղությունը հիմա փոխել ես, մագիստրատուրայում զուգահեռ կարողանում ես սովորել, այսինքն հենց քո ճանապարհը ինքը շատ օրինակելի ճանապարհ է այսօրվա երիտասարդների համար, հենց դրա համար էլ ես նախընտրեցի, որ մեր երկրորդ հյուրը դու լինես։ Ինձ հետաքրքիր է անգլերենը ինչ դեր է խաղացել այս հաջողությունների մեջ։ Իրականում անգլերենը ամենաառանցքային դերն է տարել, որովհետև երբ որ ես էի փորձում սովորելու կողմնորոշվել, չկար արհեստական բանականություն, հայալեզու ինֆորմացիա շատ քիչ էր ու ուրիշ ելք չկա, քան փորձել ինֆորմացիան ստանալ ամենահասանելի ձևով։ Իսկ այսօր անգլերենը լինելով միջազգային լեզու, խոսվում է երկրների մեծամասնության մոտ, բոլոր գիտական հոդվածները տպվում են անգլերենով, բոլոր նոր ինֆորմացիաները տպվում են անգլերենով։ Անգլերենը ուղղակի անխուսափելի է անգլերեն սովորելը, եթե ուզում ես կրթվես, ինքնակրթվես, ստանաս գիտելիք ու միշտ թարմացնես գիտելիքդ, որովհետև կոնկրետ IT ոլորտում ու ըստ իս ցանկացած ոլորտում միշտ պետք է անընդհատ սովորել, որ ժամանակին համահունչ դինի քո գիտելիքը, որովհետև քո մասնագիտությունն է շնչող ինչ-որ մի բան է։ Ինտերնետը հասանելի դարձնելու գործիքն է, ես կասեի, այ երևի թե։ Ու բացի ինքնակրթվել կամ ինֆորմացիա ստանալու զուտ կրթության համար, մնացած բոլոր հետաքրքրությունները, որ մենք կրանք ունենանք, անգլերենով եւս մեծ պլատֆորմա ստեղծվում ու բազմակողմանի զարգացվածությունն է շատանում, որ ըստ իս այնքան կարևոր է, ինչքան որ քո առանցքային կրթությունը, որտեղ եթե դու չես կարողանում զարգացնել մարդկային շփումը, չես կարողանում զարգացնել կյանքի հանդեպ թեկուզ տեսլականը եւ այլն գաղափարները ու արժե համակարգը, ուրեմն քո մասնագիտությունը սխալ կիրառվող գործիք է լինելու։ Եթե դու չունես նպատակ այն ճիշտ կիրառելու համար։ Իսկ անգլերենը քեզ տալու է այդ բովանդակությունը, որովհետեւ դու հասկանաս ոնց կողմնորոշես, ոնց ստեղծես այդ արժե համակարգը ու ոնց կիրառես քո գործիքը։ Համաձայն եմ։ Եվ մեր վերջի հարցը, որն է կրթության մեջ
քո մոտիվացիայի աղբյուրը։ Հետաքրքիր, շատ հետաքրքիր բան եմ ասելու հիմա, որը որ կրա չկիրառվի բոլորի կողմից, բայց կոնկրետ իմ դեպքում ես ուրիշ ելք չունեմ, քան կրթվելը, որովհետև ես փորձել եմ շատ բաներ ու հասկացել եմ, որ կրթությունը այն ամենալավ վիճակն է կամ լավ դաշտն է, որտեղ ես ինձ կարամ առավելագույնս դրսևորեմ։ Այսինքն ես ուրիշ հնար չունեմ, ուրիշ տեղ չունեմ գնալու, քան կրթվելն է, որտեղ ինչ-որ չափով կարամ ասեմ, որտեղ արդեն տեսել եմ կրթության համը, ինչ-որ չափով կախված եմ կրթությունից։ Իմ համար անընդունելի է ոչ կրթված միտք տալը, ոչ կրթված, ոչ իրազեկված ավելի շատ, քան թե ոչ կրթված։ Հիմա դու հնարավորություն ունես մեզ լսող երիտասարդներին, ավագ դասարանների աշակերտներին մեկ խորհրդի հնարավորություն տալու։ Ինչ խորհուրդ կտաս իրենց։ Ելնելով քո անցած ճանապարհից։ Մի խորհուրդը շատ սահմանափակ է, բայց երևի ամենաառաջին բանը, որ խորհուրդ կտամ, այդ սովորեք այն գործիքները, որոնք ձեզ թույլ են տալու ունենալ հասանելիություն ինֆորմացիայի, դա անգլերենն է։ Մեկ էլ սովորեք այն գործիքները, որոնք որ զարգացնում են ձեր տրամաբանությունը։ Դա կարող լինի մաթեմատիկան կամ ֆիզիկան, անկախ մասնագիտությունից, որտեվ այս երկուսը ամենակարևոր առանցքներն են իմ համար, որոնք որ թույլ են տալու ավելի լայն մտածել, որպեսզի կարողանաս ուղղություն փոխել ու փոխել ունենալով մեծ ճկունություն։ Շնորհակալություն հոյակապ զրույցի համար, հաջողություններ եմ աղթում Սարգիս ջան։ Կսպասենք քո հետագա որոշմանը, թե ինչ ուղղություն կամ ակադեմիական կրթության մեջ ինչ որոշում դու հետագայում կկայացնես։ Շնորհակալություն։